Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում է առավոտի ջերբաժան հաղորդումը եւ մենք խոսում ենք ավանդույթների եւ արդիականության մասին, դրանց բալանսի մասին եւ այժմ իմ զրուցակիցն է պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, շնորհակալություն Ռուբեն։ Ես եմ շնորհակալ։ Մեր թեման հայ-թուրքական հարաբերություններն են, ինչ պետք է փոխել մեր ընկալումներում կամ գիտական հետազոտություններում եւ ինչ որ գծեր գուցե պետք է պահպանել, բայց սկզբից մի ընդհանուր կասեի թեստային հարց։ Դուք կողմ եք, որ մեր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարելավվեն։ Իհարկե 21-րդ դարում ընդհանրապես մարդկության պատմության մեջ շատ քիչ հասարակություններ կարող են լինել կամ մարդիկ, որոնք կողմ չլինեն հարևանների հետ նորմալ հարաբերությունների, բայց այդ բարելավելը իր մեջ բավական մեծ, այսպես շերտեր ունի եւ բարելավելը չի նշանակում սեփական ինքնության, պատմության, սկզբունքների, արժանապատվության, ոտնահարման գնով իդեա ֆիքս դարձնել միայն հարաբերություններ հաստատելը, որովհետեւ այդ ամենի չլինելու պարագայում, այդ ամենը զոհելու պարագայում այդ հարաբերությունները ոչ թե բարելավվում են, այլ ձևավորվում է ինչ-որ մի հարթակ կամ ինչ-որ մի իրավիճակ, որը ծնունդ է տալու ճնշողի ու ճնշվողի, անարգողի եւ անարգվողի, այսպես հարաբերությունների, որը ինքնին կոնֆլիկտածին է եւ ինչ-որ մի պահի էլի վերածվելու է կոնֆլիկտի։ Հետեւաբար, երբ որ ասում եմ կողմ եմ հարաբերությունների բարելավմանը, ես նկատի ունեմ այդ ողջ սպեկտրը։ Իսկ հակառակ կողմից եթե մոտենանք, թուրք հասարակությունը, Ադրբեջանի հասարակությունը, դե իշխանությունները պարզ են, նրանց հայտարարությունները պարզ են։ Իսկ նրանց ժողովուրդը, նրանց հասարակությունը կողմ է այդ հարաբերությունների բարելավմանը։ Տեսեք, այստեղ հարցը շատ շահկապված է իշխանության եւ հասարակության, հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի պարագայում, ինչու։ Առաջինը այն է, որ այդ իշխանությունները Թուրքիան 100 տարի, Հանրապետությունը Ադրբեջանը վերջին 30 տարում այդ հասարակությանը դարձրել է նաև իր հենարանը իր ազգայնամոլական քաղաքականության համար։ Այդ հասարակության մեջ ինքնին եղել են ազգայնամոլական այսպես հակումներ եւ ամենևին պատահական չէ, որ տարբեր ազգայնամոլական գաղափարախոսություններ ծնվել ու ծավալվել են թուրքական, ադրբեջանական հասարակություններում, խոսքը պանթյուրքիզմի եւ դրա տարբեր դրսեւորումների մասին է, բայց պետական քաղաքականությունը, եթե այդպիսին է, հասարակությունը բնականաբար դառնում է այդ քաղաքականության կրողը եւ նաեւ իշխանության աջակիցը։ Տեսեք, Թուրքիայի սահմանադրության մեջ կետ կա, որը բխում է Թուրքիայի հիմնադիր նախագահ Աթաթուրքի 6 սկզբունքներից, որը եղել է իշխող կուսակցության այն ժամանակվա 6 սկզբունքներից մեկը, հետո դարձել է սահմանադրական նորմ, այդ կետը կոչվում է ազգայնականություն։ Այսինքն Թուրքիան իր սահմանադրությամբ հռչակել է իրեն որպես ազգայնական պետություն։ Հետևաբար այդ ազգայնականությունը տարածվում է կրթության վրա, տարբեր այլ ոլորտներում, անգամ գրականության վրա, արվեստի վրա, եւ ձևավորված հասարակությունը սերունդները կրում են այդ գաղափարախոսությունը։ Թուրքական եւ ադրբեջանական ազգայնականության սնուցող օղակները եւ թիրախները գաղտնիք չէ, որ հիմնականում հայերն ու հույներն են։ Եվ Թուրքիայի հիմնադիր տարբեր փաստաթղթերում, Թուրքիայի հանրապետությունը կերտելու գաղափարախոսության հիմքում սևով սպիտակի վրա գրված է եւ Աթաթուրքի ելույթներում եւ տարբեր այլ փաստաթղթերում, որ իրենք ստեղծում են պետություն, ուրեմն հայկական եւ հունական սպառնալիքներն ու արգելքներն ու թիրախները հաղթահարելով, հաղթահարելու համար եւ այլն եւ այլն։ Եթե կարդաք Աթաթուրքի 20-ականների ելույթները այդ ժամանակվա խորհրդարանում, դրանք ուղղակի լի են ատելության խոսքով ուղղված հայերին եւ հույներին որպես ընդհանուր հավաքական հանրույթներ։ Հետեւաբար հասարակությունները ձեր հարցին եթե ուղիղ պատասխանեմ, մեծ մասամբ կրում են այդ գաղափարախոսությունը։ Այսինքն նրանք, նրանց հասարակությունները գնում են նրանց իշխանությունների, նրանց պաշտոնական տեսակետի հետևից։ Մեծ մասը։ Մեր հասարակությունը կեսը գնում է այսօրվա իշխանության հետևից, կեսը չի գնում։ Նրանք ովքեր գնում են, այսինքն նրանք ովքեր համաձայն են պաշտոնական կառավարության հետ, ասում են, որ այն մարդիկ, որոնք քննադատում են կամ ինչ որտեղ համաձայն չեն արտաքին քաղաքականության հետ, ներկայիս իշխանության, նրանք կողմ են պատերազմի, կողմ են թշնամանքի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ հետեւաբար ռուսական լրտես են։ Փորձեմ ձեր հարցը երկու մասի բաժանել։
Թուրքական ու ադրբեջանական հասարակությունները նաև բխում է այդ պետությունների բնույթից շատ գաղափարախոսակցված, գաղափարականացված են, այսպես ասեմ, որովհետև կրթական համակարգը թույլ չի տալիս, որ իր միջով անցնող որևէ աշակերտ կամ ուսանող այդ գաղափարախոսական կապանքներից լիովին ազատ լինի եւ նաեւ այս ամենի ապացույցը խորհրդարանական տարբեր ընտրություններ կարող ենք նայել եւ այսօր էլ Թուրքիայում իշխող դաշինքը դա ծայրահեղ ազգայնականների եւ ծայրահեղ իսլամականների դաշինքն է, որը արդեն իշխում է Թուրքիայում 20 տարուց ավել եւ միշտ Թուրքիայի պատմության մեջ ազգայնականները, կուսակցությունները ազգայնական անպայմանորեն խորհրդարանում ներկայացված են եղել եւ նաեւ Ադրբեջանի պարագայում էլ մենք կարող ենք տեսնել, որ նաեւ Ալիևի ելույթներն են դրան գալիս ապացուցելու, որ հասարակությունը 94 թվականի հրադադարից հետո պատրաստվել է հայության հանդեպ ատելությամբ հաջորդ պատերազմին, այսինքն երկու պետություններն էլ գաղափարացված հասարակություններն են։ Ցավոք սրտի մեր հասարակությունը երբևէ հայաստանյան հասարակությունը այսպես եւ որևէ իշխանություն այս գաղափարախոսությունների հանդեպ այդքան հետեւողական չի եղել։ Դուք ցավում եք դրա համար, թե դա լավ է։ Ես ցավում եմ, որովհետեւ մենք գտնվում ենք փաստորեն կարծես առանց առանցքի, առանց այսպես հենասյունի մի նավ լինենք այս մեծ դժվար արևելյան օվկիանոսում եւ այս տիպի երկրներում եւ նմանատիպ տարածաշրջաններում գաղափարախոսությունը, որը պետք է համախմբի հասարակության մի գոնե որոշակի մասին, իսկ կարծում եմ ունի անվտանգային նաեւ նշանակություն, ոչ միայն ներ հասարակական այս ջրբաժանները թուլացնելու կամ դրանք գոնե այսպես տանելի դարձնելու համար, այլև հասկանալու համար տարածաշրջանային իրավիճակը։ Տեսեք, մեր հասարակությունը այս անկախության ամբողջ տարիներին եւ որևէ իշխանություն, որևէ գաղափարախոսություն չկարողացավ դա այսպես ավելի ընդհանրական դարձնել եւ շատ գաղափարախոսություններ նույնիսկ երբեմն աղճատվեցին, չեմ նույն Նժդեի ուսմունքը կամ եւ այլն։ Հիմա ձեր հարցի երկրորդ հատվածը, որ ովքեր կողմ չեն խաղաղության, նրանք, չգիտեմ, օտարերկրյա շահեր են սպասարկում եւ այլն, բխում է այս գաղափարական պատրաստվածության թույլ լինելուց եւ բխում է տարածաշրջանային իրավիճակը լավ չպատկերացնելուց, լավ չհասկանալուց եւ առաջ է բերում նման մոտեցումներ։ Այսինքն որևէ մեկը, ինչպես ասացի, դեմ չէ խաղաղությանը, բայց եթե դու չես պատկերացնում հարևանների կոնցեպտը քո հետ խաղաղություն ունենալու, որ դա ի հաշիվ քո ինքնության է, քո արժեքների է, քո արժանապատվության է եւ այլն, ապա քո մոտ կարող են ծնվել նման այսպես կարծիքներ, որ ահա ովքեր դեմ են խաղաղությանը, նրանք Կրեմլի ագենտներ են եւ այլն։ Սա ինքնին սխալ է եւ ապացուցում է, որ մեր հասարակության մեջ տարածաշրջանային գիտելիքները, գաղափարախոսությունների մասին գիտելիքները իրոք ունեն անվտանգային նշանակություն։ Դա գաղափարախոսություն չի, առաջ ասում էին ատեք թուրքերին, հիմա ասում են ատեք ռուսներին։ Կարծես թե անպայման պետք է ինչ-որ մեկին ատենք։ Առաջ որ հայհոյում են ասում են թուրք, հիմա որ հայհոյում են ասում են ռուսաստրուկ։ Այո։ Գիտեք, այդպիսի կլիշեներ տարբեր հասարակություններում կան։ Տեսեք, օրինակ Թուրքիան, որը Ամերիկայի դաշնակիցն է, տարածված կլիշեներից մեկը Yankee go home, այսպես ձևակերպումն է, որ տարբեր տարիներին հակաամերիկյան տրամադրությունները արտացոլվել են եւ կարծեմ սոցհարցումներով հիմա էլ Թուրքիայում հասարակության մեջ այդ հակաամերիկյան տրամադրությունները որոշակի տեղ ունեն, այո։ Ընդ որում առաջնային տեղերից մեկն է։ Սրանք կլիշեներ են, որոնք ձևավորվում են նաև ես կարծում եմ չիմացության արդյունքում ու հետևողական քարոզի, այսինքն Լենին Աթաթուրք այդ գաղափարը, որ չգիտեմ ռուսները մեր հողերը նվիրեցին թուրքերին 1921 թվականին, հետո այդ կլիշեն շարունակվեց մինչև հիմա այլափոխվեց։ Ես կարծում եմ, որ այդ ձևակերպումները մի քիչ շատ միանբջիջ մտածողության արգասիկ են, ատեք թուրքերին, ատեք ռուսներին, սիրեք ռուսներին, ատեք թուրքերին կամ հակառակը։ Հետևաբար այդպիսի կլիշեները արդեն եթե կան հասարակության մեջ, արդեն իսկ խոսում են, որ այս իրավիճակը ինքնին առողջ չէ եւ պետք է գիտելիքի եւ իմացության տարածման շնորհիվ իրոք մենք հասնենք այս ջրբաժանների ձեր հաղորդման վերնագրի, կոնտեքստում ջրբաժանների վերացման, որովհետեւ հիմա եթե մենք այստեղից դուրս գանք նստենք երկու տարբեր տաքսիներ, երկու տարբեր տաքսիստներ մեզ կարող են
տարբեր քաղաքագիտական վերլուծություններ անել, մեկը ապացուցել, որ շուտով ռուսները Արարատսարը մեզ հետ են տալու, իսկ մյուսը ապացուցի, այո, մյուսները ապացուցի, որ ռուսները մեզ տվեցին, Արցախը տվեցին եւ այլն։ Հիմա բուն պատմագիտության եւ հասարակական ընկալումների պատկերացումների մասին, եթե դառնանք 60-ական թվականներին, Մկրտիչ Ներսեսյանի խմբագրած գիրքը Գենացիդ Արմյան Վասմանսկի իմպերի, այնուհետև Ջոն Կիրակոսյանի, ուրեմն աշխատությունները, դրանք բոլորը պատվիրված էին Մոսկվայից, այսինքն հայերը Հայաստանում չէին էլ հիշում ցեղասպանության մասին, հիմա ասվում է, 60-ական կամ 50-ական թվականների երկրորդ կեսին, եւ ռուսները մեզ հիշեցրեցին դրա մասին։ Շատ կարևոր հարց եք տալիս եւ շատ կարևոր տարեթիվ, ու ես ձեզ հստակ ասեմ, որ դա նույնպես կլիշե է, որը, չգիտեմ ինչի, հիմա հատկապես վերջին շրջանում ավելի տիրաժավորվում է։ Նախ ասեմ իմ պատկերացումը այդ հայկական գիտության մասին։ Կարող է քաղաքագիտական տերմին օգտագործեմ, բայց Սովետական Միությունում հայկական գիտությունը, պատմագիտությունը, արևելագիտությունը եւ այլն, այո, պայքարել է ինքնորոշման համար։ Դեռ մինչև Արցախյան հարցի ինքնորոշման իրավունքը, առաջին ինքնորոշման պայքարը տվել է մեր գիտությունը եւ Մոսկվայից պարտադրված կլիշեները ընդհակառակը մենք կարողացել ենք թոթափել։ Հիմա տեսեք կլիշեն ինչպիսին էր։ Ռուս-թուրքական, խորհրդաթուրքական բարեկամություն, ընդհանուր մինչև 50-ականներ եւ դրա կոնտեքստում արգելվում էր կամ խրախուսվում էր խոսել խորհրդաթուրքական եղբայրության, բարեկամության եւ այլնի մասին, եւ դա նաեւ ստվերում էր հայոց ցեղասպանության մասին, ինչ որ բաներ գրել է եւ այլն։ Հայ գիտնականները ընդհակառակը պայքարել են, որպեսզի կարողանան այդ մասին խոսել։ Եվ ես ձեզ կոնկրետ օրինակ բերեմ։ Առաջին, այսպես պայքարի թատերաբեմը հրապարակային, որ ավարտվել է հայ գիտնականի հաղթանակով, եղել է թուրքագետ Երվանդ Սարգսյանի դիսերտացիայի պաշտպանությունը, որը վերաբերել է նաև Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ճնշմանը, եւ որպես օպոնենտ եղել է սովետական գլխավոր քարոզչական թուրքագետը Միլլերը, որը եղել է խորհրդաթուրքական, այսպես թվերն էին, հենց ձեր ասած, խորհրդաթուրքական այդ եղբայրության գաղափարի ջահակիրը եւ գիտական, այսինքն ատենախոսություն պաշտպանելու շրջանակներում հայ գիտնականը կարողացել է առաջ տանել թեզեր հայոց ցեղասպանության հետ կապված, Թուրքիայի քաղաքականության հետ կապված եւ գիտականորեն հաստատել այդ թեզերը, ստանալ գիտական աստիճան, որը նաեւ իրավունք է տվել հայկական գիտությանը ինքնորոշվել խորհրդային գիտության շրջանակներում, ու դրանից հետո այդ ձեր ասած Ջոն Կիրակոսյանի եւ մյուս գրքերը Ներսիսյանի այդ փուլում դրանից առաջ դրանից հետո ծավալվել են, այնպես որ այդ թեզը, որ գիտեք ռուսները մեզ կամ սովետական միությունը ասել է գնացեք եւ սկսեք ատել, դուք չեք հիշում ցեղասպանության մասին, գնացեք սկսեք ատել, դա այդպես չէ, բացի գիտնականներից շատ գրողների մոտ, քաղաքական գործիչների մոտ այդ ինստիտուցիոնալ հիշողությունը մնացել է, նույնիսկ մի դետալ ասեմ, Կարեն Դեմիրճյանը չի մասնակցել Ախուրյանի ջրամբարի բացմանը Հայաստան-Թուրքիա սահմանին որպես դեմարշ եւ նույնիսկ իր գրությունն է պահպանվել ուղղված Մոսկվա, կարծեմ Կասիգինին թե չեմ հիշում ում, որ խնդրում ենք ավելի ցածր մակարդակի պաշտոնյայով մասնակցեք այդ բացմանը, ի նշան իր անհամաձայնության եւ այլն, այսինքն դա նույնպես գալիս է չիմացությունից, իսկ գրականությունը նույնպես գիտեք թե ինչքան այսպես անդրադարձներ ուղիղ անուղակի ուրեմն ցեղասպանության խնդրին եւ այլն եւ այլն։ Բայց դրանք 50-ական, 60-ական թվականներն էին։ Հիմա ասվում է, հա, ես անդես եմ գալիս այսպես, որպես իշխանության ներկայացուցիչ, ասում է, ինչու Ստալինը արգելում էր, իսկ Ստալինից հետո թույլատրվեց։ Ուրեմն հատուկ թույլատրվեց։ Նախ Ստալինը չի արգելել։ Եկեք հիշենք ուրեմն նույն հայերի հայրենադարձության գաղափարը։ Եկեք հիշենք 45 թվականին ուրեմն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որ Ստալինը բարձրացրեց հայկական երկու նահանգների վերադարձի հարցը, ըստ էության Մոլոտովը, Խորհրդային Միության արտաքին գործերի նախարարը Թուրքիային օֆիցիալ ներկայացրեց պահանջ Կարսի պայմանագրի վերանայման եւ Կարս ու Արդահան նահանգների վերադարձի մասին։ Այդ ժամանակ է, որ ոչ թե Ստալինի նաեւ թույլտվությամբ կամ հրահանգով Հայաստանում պատրաստվել է
այն ժամանակվա Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի հրահանգով պատրաստվել է հայկական հողերի վերադարձի հետ կապված 3 գիտական հիմնավորումով փաստաթուղթ պատրաստել են գիտնականները, խոսքը 1945 թվականին է, թե Թուրքիային ինչ պահանջ ներկայացնեն ինչ հիմնավորումով, մի հիմնավորումով Կարսն ու Արդանն են ուզել, մյուս հիմնավորումով մինչև Տրապիզոն են ուզել եւ այլն, այսինքն ըստ քաղաքական հարմարության, նպատակահարմարության հայկական հարցը վերադարձել է քաղաքական օրակարգ։ Հետևաբար դա էլ է սխալ, իսկ ոչ թե Ստալինից հետո է եղել, այլ 45 թվականին ընդհակառակը Ստալինը այս խնդիրը ակտուաց է։ Դա ունենալով իր շահերը։ Այսինքն Խորհրդային Միությունը ուզեցել է Թուրքիային հարց ներկայացնել, օգտագործվել է նաև հայկական հարցը, բայց դա չի նշանակում, որ Ստալինը հայ ժողովրդի բարեկամն է եղել կամ հակառակ։ Ուզում եմ ասել, որ այդպես ջրբաժաններ գծել առանց մանրամասնությունների մեջ խորանալու, այդպես չէ եւ բացի այդ կարող ենք նայել 1920-ականների նույն խորհրդային Հայաստանի տարբեր պրոցեսներ, չգիտեմ, Միասնիկյանի, Խանջյանի եւ այլնի գործունեությունը հայ փախստականներին ցեղասպանությունից հետո մնացած գաղթականներին Հայաստան բերելու եւ այլն։ Եվ հարց, օրինակ Երևանի հիմա արդեն թաղամասեր հանդիսացող նոր Արաբկիրը, նոր Մալաթիան, նոր Սեբաստիան երբ են կառուցվել, երբ են ստեղծվել եւ այդտեղի բնակիչները ովքեր են եղել, մալաթիացիներ, սեբաստացիներ, արաբկիրցիներ, որոնց սովետական Հայաստանի ղեկավարությունը 20-ականներին համոզել է խորհրդային իշխանություններին եւ տարբեր տեղերից բերել առաջ։ Իհարկե, դրանք ավելի շուտ են։ Դրա համար հայրենադարձների մեջ այդ բաժանում կա նոր եկող ու հին եկող։ Նրանք հին եկողներն են։ Դառնալով բուն ցեղասպանությանը, հայերը կամ միամտաբար, կամ մի մասը իսկապես դարձյալ ռուսական շպիոն լինելով հավատացել են ռուսներին եւ խեղճ թուրքերին ոչ մի բան չէր մնում, քան նրանց Անատոլիայից տեղափոխել Թուրքիայի խորքերը։ Գիտեք, հիմա պաշտոնապես դա ասում է, դրա համար եմ կրկնում։ Այո, երբ որ քաղաքականությունը մտնում է գիտության մեջ, ահա այսպես ձևակերպումներ են ի հայտ գալիս, դա բնականաբար այդպես չէ, բայց մենք պետք է հասկանանք հետեւյալը. մեծ պետություններ իրենց շահերով եւ երբեք մեծ պետությունները չեն սիրում ինչ որ ազգերի, այլ սիրում են միայն իրենց շահերը, ինչպես ասում են, չկան հավերժ թշնամիներ, կան շահեր։ Հիմա այդ կոնտեքստում ռուսական, այսպես եւ թուրքական հետաքրքրությունները, շահերը բնականաբար բախվել են նաեւ մեր պատմական հայրենիքի տարածաշրջանում։ Եվ այնպես չի, որ հայերը կուրորեն հավատացել են ռուսներին, դրա համար դավաճանվել։ Հիմա Գրիգոր Զորապը ռուսի ստրուկ էր, ռուսի շպիոն էր, Թուրքիայի խորհրդարանի падգամավոր Թալյաթի մտերիմ ընկեր, այսինքն չեն եղել հայեր, որոնք ընդհակառակը ոգևորված էին երիտթուրքական հեղաշրջմամբ եւ մտերիմ էին այդ վերնախավի հետ, իհարկե ոչ, բայց երբ որ արդեն սկսվում է Թուրքիայի մշակված քաղաքականություն, այստեղ էլ գիտելիքի պակաս է։ Ցեղասպանության ծրագիրը սկսվել է շատ ավելի վաղ եւ դրա մասին ակադեմիկոս Ռուբեն Սաֆրասյանը շատ հետաքրքիր ուսումնասիրությունը կա, որ դեռ սկսվել է 1870-ականներին, ուղղակի ճիշտ պահն է պետք եղել դա օգտագործել, դա կիրառել բուլղարների հանդեպ, հույների հանդեպ, հայերի հանդեպ։ Հիմա երբ որ այդ ծրագիրը սկսվել է, արդեն հայերը փորձել են փնտրել դաշնակիցներ, իսկ այդ պարագայում ինչու են միայն ռուսներին հիշում, ֆրանսիացիները ինչ դերակատարում ունեին, հենց այդ նույն շրջանում ֆրանսիացիները չէին հանդես գալիս Կիլիկիայի հայերի շահերի պաշտպան որպես եւ հետո հանկարծ մի օր ֆրանսիացի խաղապահները գիշերով լքեցին Կիլիկյան հայերին թողնելով մենակ թուրքական զորքի առաջ։ Հայտարարություններ կան Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ուղղված Օսմանյան ղեկավարությանը դադարեցնել կոտորածները եւ այլն։ Այսինքն հարցը այդքան պարզունակ եւ այդպես չի, մենք ռուսներին հավատացել ենք, դա թուրքական տեսակետ է, հիմա որ ասեմ, դա թուրքական բացահայտ խոսույթ է եւ դա ընդգրկված է թուրքական պաշտոնական այն գրքերում, որոնք գրվել են նույն 50-ական 60-ականներին թուրքական պետության պատվերով, հեղինակներից մեկն էլ թուրքական հատուկ ծառայությունների երկարամյա աշխատողն է, որպես հակաթեզեր արդեն Սփյուռքում ծավալվող հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խոսքը
ցեղասպանության 50-ամյակի 65 թվականի մասն է, եւ այդտեղ է այդ թեզը դրվել շրջանառության մեջ, որ հայերը դավաճանեցին, համագործակցեցին ռուսների հետ, դրա համար մենք կոտորեցինք։ Իսկ այդ թեզը առաջին անգամ Թալյատն է, եթե չեմ սխալվում, օգտագործել 1916 թվականին եւ մի փոքր բրոշուր էլ ունի, կարծեմ գրած, թե ինչու են իրենք արել այս քայլը։ Այսինքն նրանք, ովքեր հիմա սա ասում են, նրանք թուրքական բացահայտ պետական թեզն են շրջանառում։ Մենք էլ կարող ենք ասել իրենց Անկարայի ստրուկներ կամ շպիոններ։ Կա եւս մի թեզություն, որը ժամանակ առ ժամանակ ի հայտ է գալիս մեր խոսույթում։ Թուրքերը փոխվել են։ Աշխարհն է փոխվել, աշխարհը այլևս երբեք թույլ չի տա, որ տեղի ունենա այդպիսի բան։ Հիմա փոխվել է Թուրքիան, թե չի փոխվել 150 տարում ասեմ։ Նայած ինչ կոնտեքստում են իրենք ասում։ Ուրեմն նախ թե աշխարհը հանրապես կարող է փոխվում, բայց ինչ որ երևույթներ կան, որոնք շարունակում են ստատիկ մնալ։ Այսինքն հիմա այլևս աշխարհը չի բախվում ցեղասպանության երևույթների հետ, ընդամենը որոշ ժամանակ առաջ Սիրիայում ալևիների հանդեպ Ասադի հեռացումից հետո չեղավ ցեղասպանական գործողություններ կամ Իրաքում եզդիների հանդեպ եւ այլն, այսինքն աշխարհը մարդկությունը հրաժարվել է ցեղասպանություն իրականացնելու այդ արատավոր մտածողությունից։ Աշխարհը չունի կանխարգելիչ միջոցներ ցեղասպանության դեմ։ Բայց չէ, եթե ասում են Թուրքիան փոխվել է, ուրեմն պետք է դրա հիմնավորումներ տան։ Ինչով է փոխվել Թուրքիան։ Իհարկե, եթե նրա այսպես քաղաքականության համար պետք լինի կիրառել ցեղասպանական գործողություններ, անպայման այդ գործիքակազմից նա շարունակում է օգտվել։ Ինչը Արցախում 44 օրյա պատերազմի ընթացքում ցեղասպանական տարբեր գործողություններ տեղի չեն ունեցել, անզեն մարդկանց գլխատումներ, կոտորածներ եւ այլն եւ այլն։ Բնականաբար եղել են եւ այս թեզը նույնպես սխալ է եւ գիտեք նաեւ ինչ առումով, եթե ուշադիր հետևեն օրինակ Թուրքիայի նախագահի հռետորաբանության, այնտեղ երբեմն անսքող հիշատակումներ, հղումներ ցեղասպանական գործողություններին կան։ Օրինակ տեսեք, եթե չեմ սխալվում, 2024 թվականին, երբ որ թուրք-հունական հարաբերություններում լարվածություններ նկատվել, Էրդողանը Հունաստանին պաշտոնապես ասեց՝ մի մոռացեք Իզմիրը 1922, ինչ է դա նշանակում, Իզմիրի հոլոկոստը, երբ թուրքական բանակը շրջապատեց Իզմիրը եւ այրեց այն, ողջակիզելով տեղի բնակչությանը։ 2024 թվականին հույն բնակիչներին Էրդողանը Հունաստանին սպառնաց Իզմիրով։ Այսինքն դա նույնն է, ոնց որ մի օր էլ մեզ ասի մի մոռացեք Տերզորը։ Այսինքն դեռ 2024 թվականին Թուրքիայի նախագահի խոսույթում անդրադարձներ, ակնարկներ ցեղասպանության անպայմանորեն կան եւ ավելին ասեմ, ցեղասպանական տարբեր մտածողության դրսևորումներ մենք հիմա Արցախում տեսնում ենք Ստեփանակերտում առաջին անվանակոչված փողոցը կոչվում է Էնվեր Փաշայի անվան փողոց։ Այսինքն հիմա ուզում են այդ մարդիկ ասել, որ Թուրքիայում Էնվեր Փաշան այլևս հերոս չէ, իսկ Էնվեր Փաշան ցեղասպանության կազմակերպիչ չէ։ Ուզում են ասեն, որ Թուրքիայում բազմաթիվ Թալյատ Փաշայի անունով փողոցներ չկան, արձաններ չկան, պուրակներ չկան, դպրոցներ չկան, իհարկե ոչ։ Հետևաբար այս խոսքերը, այսպիսի մտքեր ասելուց առաջ կրկին պետք է գոնե էլեմենտար գիտելիքներ ունենան։ Դրա համար ես ասում եմ Թուրքիան շարունակում է ունենալ ստրատեգիական մտածողություն իր նպատակներին հասնելու համար եւ գործիքակազմ դրա թիկունքում դրված այդ գործիքակազմի մեջ ցեղասպանությունները բացառվում են թե ոչ։ Ոչ, ես կարծում եմ չեն բացառվում։ Եվ որպես հիմնավորում ասում եմ Իրաքը, Սիրիան, Արցախը եւ այլն։ Որպես Հայաստանի վիզավի անկախ Հայաստանի երրորդ հանրապետության եղել են Չիլերը, Յիլմազը, Էրբականը, այնուհետև Գյուլը, չէ՞։ Էրդողանը շատ տարբեր Դեմիրելը, շատ տարբեր մարդիկ են եղել, տարբեր քաղաքականությամբ, բայց ես չեմ տեսել, գուցե սխալվում եմ, որ նրանք տարբեր դիրքորոշումներ ունենան Հայաստանի, Արցախի եւ ցեղասպանության հանդեպ։ Բոլորը նույն դիրքորոշումներն են։ Շատ ճիշտ եք, նայեք, թուրքական պետական խոսույթն ու քաղաքականությունը շատ կայուն են, հատկապես որոշ հարցերի, այդ թվում եւ Հայաստանի հետ կապված հարցերի շուրջ։ Եվ ինչպես մեր խոսքի սկզբում ասացինք, որ հասարակությունը թուրքական գաղափարականացված է, այնպես էլ թուրքական պետական խոսույթը շատ կուռ է, ամուր եւ շարունակական։ Այսինքն, այն խնդիրները, որ մեր առջև դրվել են նախապայմանները, դրանք սկսվել են 92 թվականից, երբ նախագահ էր Օզալը,
հետո Դեմիրել նախագահի ժամանակ է շարունակվել եւ հետո տենց միջև այսօր շարունակվել, այսինքն որևէ հետընթաց չկա, անկախ նրանից նախորդ իշխանությունը եղել է ձախ թե աջ, եղել է լիբերալ թե պահպանողական, այդ քաղաքականությունը շարունակվել է, այսինքն չի եկել Էրդողանը եւ ասել նախկինները սխալ էին եւ պետք է Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծել, որևիցե էական, այսպես խոսույթային փոփոխություն չկա, տարբեր շտրիխներ կարող են լինել, ասենք Էրդողանը իր ոճով ավելի ագրեսիվ ռետոր է, քան օրինակ Գյուլը, այսպիսի, բայց դրանք ռետորաբանության, հա։ Այո, այսինքն Էրդողանը կարող է չգար Երևան, ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ Գյուլը եկավ, բայց դրանք չեն փոխում հարցի բուն էությունը եւ դա կայուն մնացել է եւ չի ենթարկվել էրոզիայի անգամ այն ժամանակ թուրքական այդ պահանջները, երբ օրինակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը ուղիղ ասում էր գնդակը Թուրքիայի դաշտում է, դուք պետք է քայլ անեք, հաստատեք հարաբերությունները Հայաստանի հետ, նրանք դիմացան, չընկրկեցին։ Պատկերացնում եք հիմա, երբ ամեն ինչ իրենց ձեռքում է, ինչ որ փոփոխություններ հնարավոր է լինեն նրանց քաղաքականության մեջ, իհարկե ոչ։ Ընդհակառակ այդ նախապայմանների ցուցակին ավելացել են նորերը կամ այնպիսիները, որոնք ակտիվացված չէին, հիմա ակտիվացել են, ինչպիսին է օրինակ Արարատ Սարի սիմվոլը, որպես հանելու եւ այլ պահանջներ։ Ես որ գրում եմ մոտապես այդպիսի բաներ կամ ասում եմ, մեկնաբանության մեջ ասում են իշխանության կողմնակիցները 100 տարի լաց ենք եղել, ինչ օգուտ մենք ունեցանք դրանից։ Նախ այդպես չի, նախ այնպես չի, որ 100 տարի միայն լաց ենք եղել, դա մեր պատմության անբաժանելի մասն է եւ Կաֆկան հետարքիր միտք ունի, ասում է փոքր ազգերի հիշողությունը ավելի փոքր չի, քան մեծ ազգերի հիշողությունը։ Այսինքն մեծ ու փոքր ազգերի հիշողությունները հավասար են։ Հիմա մեր ազգի հիշողության մի մասն է այդ ողբերգությունը, բայց ես էլ այդ ձեզ գրողներին հակառակ կարող եմ ասել, այդ հիշողությունը միշտ չի, որ բերում է միայն ողբերգություն, պարտվածի ինչ-որ սինդրոմ եւ այլն։ Դուք շատ ավելի լավ կհիշեք Արցախյան շարժման սկզբում ինչպիսին էին լոզունգները, Արցախյան պատերազմի ժամանակ քանի ջոկատներ էին կրում, ասենք նախկին ֆիդայինների անուններ կամ պատմական Հայաստանի անուններ եւ արդյոք ցեղասպանության հիշողությունը ինչպիսի դեր էր խաղում Հայաստանը կերտելու, Արցախի համար պայքարելու այդ շարժման մեջ, շատ կարևոր դեր, այսինքն ցեղասպանությունը հիշելով այդ հայտնի կարգախոսը never again փորձում էին այնպես անել, որ ցեղասպանությունը չիրականացվի նաև Ստեփանակերտում, Շուշիում եւ այլ տեղեր, այսինքն 100 տարվա ընթացքում այդ հիշողությունը մեզ միայն ողբերգություն եւ այսպես թուլություն չի հաղորդել, նաև այլ բաներ է հաղորդել, բայց ցավոք դա մեր պատմության անբաժանելի մասն է եւ ես տեսեք այդպիսի զուգահեռներ կամ բաներ ձևակերպումներ չեն անում հрьяաների պարագայում, որ ասեն այ չեմ 70 տարի է լացում եք հոլոկոստի համար, որևէ մեկը հрьяայի կամ Իսրայելի հիշողությունը հոլոկոստի հետ կապված չի մեկնաբանում որպես թուլություն, բացարձակապես ընդհակառակը ավելի այսպես այլ դաշտում է մեկնաբանում, այնպես որ այդ ձևակերպումը սխալ է եւ գիտեք 15 թվականին այդպես մտածողներ կային, որ գիտեք ինչ որ եղել է 1894-96 այդ Համիդյան կոտորածների ժամանակ, դա նախկինում է եղել, դրանք ուրիշ թուրքեր էին, փոխվել են եւ այլն, եկեք այդ ամեն ինչ թողենք եւ եղավ ավելի մեծ ծավալի ցեղասպանություն, այնպես որ այդ հիշողության քաղաքականությանը ճիշտ չմոտենալը բերում է նոր տրագեդիաների։ Վերջին բանը որպես իշխանության ներկայացուցիչ ես ուրախ կլինեի որ դուք լինեիք իշխանություն։ Որպես իշխանության ներկայացուցիչ ես կարող եմ ասել, մենք ինչ պիտի անենք հիմա, վստահենք Էրդողանին, թե հակառակը մենք պետք է պատերազմ սկսենք Թուրքիայի հետ։ Իհարկե ոչ, պատերազմ չպետք է սկսել, բայց ինչպես կարելի է վստահել քաղաքականության մեջ մեկ այլ երկրի ղեկավարին, դա հո միջանձնային որևէ ղեկավար։ Այո, դա սիրային հարաբերություն է, քաղաքականության մեջ սեր հասկացություն չկա եւ չի կարող որևէ պետություն սիրել մեկ այլ պետությանը կամ որևէ քաղաքական գործիչ սիրի մեկ այլ երկրին, դա հնարավոր չէ, հետեւաբար նույնիսկ միջանձնային սերերը քաղաքական կամ պատմական իրողություններում մղվում են հետին պլան, ինչպես օրինակ ռուս ցար Ալեքսանդր II եւ անգլիական թագուհի Վիկտորիայի չկայացած սերը մղվեց երկրորդ պլան, իրենց պետությունների շահերը գնացին ավելի առաջնային պլան։ Հետևաբար քաղաքականության մեջ այդ սեր հասկացություն չկա, վստահել չի կարելի բնականաբար ոչ Էրդողանին, ոչ Թրամփին, ոչ էլ Պուտինին, բայց ուրեմն պատերազմել
հնարավոր չէ նատոյական երկրորդ բանակն ունեցող պետության հետ հիմա, բայց այնուամենայնիվ հրաժարվել քո արժանապատվությունից, քո հիշողությունից, քո շահերից, դա էլ ճիշտ չէ։ Քաղաքականությունը հնարավոր է արվեստ է եւ պետք է ուղղակի ճիշտ հասկանալ այդ երկիրը, Թուրքիան եւ այս բարդ տարածաշրջանը, որը մեր տարածաշրջանը եւ մենք այստեղ պետք է ապրենք, շարունակենք մեր պետությունը պահել, կերտել, զարգացնել եւ մշակենք համապատասխան այսպես մեխանիզմներ։ Երբեք Հայաստանը այս տարածաշրջանում այնպիսի վիճակում չի լինելու կամ չի եղել, ինչպես Լիխտենշտեյնը կարող է լինել կամ մեկ այլ ավելի բարեկեցիկ կամ բարեկեցիկ երկիր։ Հետևաբար Հայաստանը ունեցել է կամ պետք է մշակի վերջի մեխանիզմները, ինչպես է նախկինում ապրել Բյուզանդիայի եւ Իրանի միջև, ինչպես է ապրել Օսմանյան ու ռուսական կայսրությունների միջև, ինչքան է սխալվել, ինչքան է կործանվել այդ ամեն ինչի հետևանքով, հիմա էլ այդ նույն խաղացողները տարբեր անվանումներով այս տարածաշրջանում են։ Ոչ թե պետք է հարձակվել կամ վստահել, այլ պետք է ունենալ գոյատևման մեխանիզմներ։ Շնորհակալություն հետաքրքիր։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ։